Տեսադաշտն է Ֆորտունա հեռուստաընկերության եթերում, բարև ձեզ։ Այսօր իմ տեսադաշտում Վանաձորի քաղաքապետն է։ Պարոն Դարփինյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ողջունում ենք ձեզ մեր տաղավարում, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Ես էլ եմ իհարկե շնորհակալ հրավերի համար եւ սիրով կուզեի, որ ձեր հեռուստաընկերությունում նույնպես հեռուստաեթեր տանենք եւ մեր քաղաքացիների հետ անկեղծորեն մի քանի հարցերի շուրջ խոսենք։ Պարոն Դարփինյան, քաղաքի խնդիրները իհարկե շատ են, աշխատանքներն այդ ուղղությամբ տարվում են, տեսանելի են, անելիքներ եւս կան։ Այնուամենայնիվ այսօր նույնպես այդ խնդիրներից ենք խոսելու, որպես համայնքի ղեկավար եւ որպես վանաձորցի քաղաքի գլխավոր խնդիրը որն եք համարում։ Ցավոք սրտի այսօր քաղաքի գլխավոր խնդրից չենք կարողանում որևէ մաս կատարել, դա մեր հիմնական 84 շենքերի ամրացման խնդիրն է, որը դեռ գումարներ շատ է պահանջում, բայց դեռևս գումարներ չենք կարողացել հայթայթենք, որպեսզի շենքերի ամրացման աշխատանքներն սկսենք, բայց յուրախություն մեզ բոլորիս թույլ տվեցին երրորդ կարգի վթարային շենքերի ներքին սահմանում գտնվող շենքերի գոնե տանիքների, շքամուտքերի եւ այլ խնդիրներ լուծել, որպեսզի շենքը ավելի շատ շարքից դուրս չգա եւ չհայտնվի երրորդ կարգի վերին սահմանագծում։ Սա նույնպես ձեռք բերում էր, մենք խոսեցինք տարածքային նախարարի հետ, որը նաեւ համաձայնություն տվեց, որ կթույլատրի այդ շենքերի տանիքները եւ մասամբ ամրացման խնդիրներ լուծել, որպեսզի շենքում հնարավոր լինի բնակիչները ապրեն։ Բայց դրա հետ զուգահեռ, պարոն Դարփինյան, բավականին աշխատանք տարվեց եւ տարուն երկրորդ թաղամասում երկու շենքեր արդեն շահագործման հանձնվեցին, այսինքն ամեն ինչ արվել է։ Չէ, դրանք վթարային շենքերի հետ կապ չունեին, նրանք անավարտ շենքերն էին, որը ավարտին հասցրեց եւ 32 բնակարաններ, ոչ երկրաշարժի հետևանքով մնացած քաղաքացիներին ապահովեցին։ Տնակային ավանների այդ բնակիչներին աջակցելու ծրագրեր։ Նրանք բոլորն էլ տնակային ավանների բնակիչներ էին։ Վերջին 3 տարիների ընթացքում արդահասարակական կազմակերպության, Fuller տնաշինական հասարակական կազմակերպության, Վանաձորի քաղաքապետարանի եւ գերմանական մի կազմակերպության հետ մենք 80 Պարոն Դարփինյան, 27 տարեկան հասակում դուք եղել եք Սպիտակում շինվարչության պետ։ Վանաձորում, եթե պետական տենդերներ է լինում մրցույթներ, միշտ շահում է ձեր եղբայրը։ Դա համապատասխանում է իրականությանը, թե ոչ։ Ուրեմն պետական տենդերներ իմ եղբայրը շահում է, բայց ոչ բոլորը։ Կամ նորից նույն կարգով իհարկե մենք բարեգործական հասարակական ընկերության հետ 90 բնակարանների պայմանագիր ունեինք, որից մինչև այսօր դեռ 48-ն է կառուցված։ Մենք ուրեմն ես պետք է մեկնեմ Ամերիկա նորից տնօրինության հետ, նաև ինչպես գիտենք Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաքում գործում է Լոռու Մարս բարեգործական հիմնադրամը, որի միջոցները նույնպես ծառայելու են Վանաձոր քաղաքի եւ Լոռու մարզի մնացած բնակավայրերի խնդիրների լուծման համար։ Պարզապես ընտրություններից հետո պետք է գնամ այնտեղ, քաղաքականությունը վերանայենք եւ սկսվի շենքեր, շինություններ կառուցելը։ Պարոն Դարփինյան, ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ ձեր բոլոր աշխատանքային խորհրդակցությունները սկսում եւ ավարտում եք աղբահանության թեմայով եւ այնուամենայնիվ խնդիրը չի գոհացնում ձեզ, հա, քաղաքի մակրության վիճակը։ Գիտեք ինչ, ճիշտն ասած, դա զուտ տեխնիկական խնդիր չէ։ Այստեղ բավականին լուրջ գործունեություն ունենք ժողովրդի հետ աշխատելու։ Գիտեք ինչ, քաղաքապետարանը, նրա կոմունալ բաժինը եւ աղբահանող ձեռնարկությունները բավական չեն աղբահանությունը որակյալ կազմակերպելու համար։ Այստեղ մեծ խնդիր ունենք ժողովրդին ճիշտ աղբահանություն կազմակերպելը սովորեցնելու, որովհետև մեր քաղաքացիները շատ հաճախ մոտենում են աղբարկղին եւ 1-2 քայլ անելու փոխարեն շպրտում, որը աղբարկղի մեջ չի ընկնում։ Եվ նաեւ թափառող կենդանիները դրանք շաղ են տալիս, նաեւ քամին,
եւ ասենք այդ աղբը ամբողջությամբ տարածվում է, որի հետագա հավաքելը շատ ավելի դժվար է, քան ասենք հենց քաղաքացիները իրենք նորմալ աղբահանությունից օգտվելու ձևն իմանալ։ Ay kütlerinden danışmağına nadyadı. Germaniyanın başının olup kırıtadı. Kardeşimsen gele gedirsen ay hacı. Bir defa padmitay da svidaniya. Bir defa padmitay da svidaniya. Քաղաքապետ Նիչը ասել անզուշկանի եթերի կողմից Решат давай рукав надо дубину, решат создавал аккуратно мину. Один раз обижал Екатерину. Сказал Николай, до свидания. Сказал Николай, до свидания. Դարբինյան, արդեն գրեթե մեկ ամսից ավելի է Վանաձորում կուսակցություններ են գնում, որ դուք եւ բանակային կորպուսի հրամանատար Լևոն Երանոսյանը մարզի դատախազին Land Cruiser թանկարժեք մոտ 100-ից 120 հազար դոլարանոց ջիպ մեքենա եք նվիրել։ Ճիշտ ասած թերթում էլ 95-ից 100 հազար էր, հիմա արդեն 120 հազար դառ է, ինչքան գիտեմ Land Cruiser-ները այդքան թանկ չեն։ Поморы чичек bakıştım tani, Bağavustan subayra svidaniya, Bağavustan subayra svidaniya. Առաջիկա քաղաքապետի ընտրություններին արդեն մոտենում է, հաշված կարելի ասել տարի է մնացել։ Ձեր տեխնացությունը դուք դնելու եք։ Անպայման։ Ես դեռ գործեր ունեմ կիսատես քաղաքի համար։ Не видишь, она же не любит тебя. Одна раз целовай, до свидания. Одна раз целовай, до свидания. Varam bunun ərəbinə həm farsına. Baxmışam nərdə oynayanda marsına. Elşən gedibdir rus dili kursuna. Öyrənib 6 ay, до свидания. Öyrənib 6 ay, до свидания. Vahşi idi güley, до свидания. У тебя один галстук есть бант kimi. Ты работаешь официант kimi. Ты же сюда пришел музыкант kimi. Один нанай, нанай, до свидания. Один нанай, нанай, до свидания. Ay, до свидания. До свидания. Rus dilində azlı söz, maşallah, talış dilində o qədər söz var bunlar. Rus bir dəfə bizim